Ինչ է speech recognition-ը, բոլոր սլայդներում ես միշտ երբ որ պատմում եմ առաջի հարցը դա ինչ է speech recognition-ը, դե հայերեն թարգմանած ավտոմատ խոսքից ճանաչում, как раз. Ավտոմատ խոսքի ճանաչում, ինչ է նշանակում ավտոմատ խոսքի ճանաչում, երբ որ ուզում ենք խոսքը վերածել տեքստի, հա։ Դա իրականում շատ մեծ կիրառություններ ունի, բոլորը ձեր կյանքում առնչվում եք այս տեխնոլոգիայի հետ, որ վերցնում եք ձեր հեռախոսը ու ասում եք Hey Siri, ասում եք OK Google, որ հրաման եք տալիս, բոլոր այդ դեպքերում այդ մեքենաների տակից աշխատում է speech recognition-ի կարգի ինչ-որ տեխնոլոգիա։ Ուղղակի ամեն մի տեխնոլոգիա մյուս տեխնոլոգիայից ինչ-որ տարբերություններ ունի, հիմա փորձենք մի քիչ տեղ խորանալ։ Ամենամեծ կիրառությունը իրականում speech recognition-ի speech recognition-ի վերջին 2-3 տարում դա voice agent-ներն են, ես երեք իմացա, որ հայերեն անունը ձայնային գործակալներ է, ձայնային գործակալներ, այսինքն AI ձայնային գործակալներ, ինչ են AI ձայնային գործակալները, պատկերացրեք օրինակ ձեր ինտերնետը չի աշխատում կամ հեռախոսի համարի հետ խնդիր ունեք, զանգում եք օրինակ Ucom, ասում եք SSS հեռախոսի համարից SS բանը փչացել է, խնդրում եմ ինձ օգնեք ու սովորական օպերատորի փոխարեն ձեզ պատասխանում է ինչ-որ ռոբոտ։ Հիմա հարցն է այդ ռոբոտը ինչքանով կարողանա այդ հարցը լավ լուծել ու ինչից է կախված թե ռոբոտը ոնց կարողանա այդ հարցը լուծել, ամենամեծ բանը թե ինքը կարողանա ձեզ հասկանալ թե չէ։ Դուք կարող եք այդ պահի դրությամբ չգնամ, փողոցի մեջտեղում եք, զանգում եք շատ վատ հեռախոսակապով, մի քիչ ջղայնացած եք, շատ ժարգոնով եք խոսում եւ այլն եւ այլն։ Ու կարող է ռոբոտը այդ ամեն ինչը հասկանա ու նորմալ պատասխան տա ձեզ։ Բայց նաև ասենք, եթե դուք տենց վատ տեղերից խոսում եք, պատկերացրեք Ucom-ը ասում է ձեր ID-ն ասեք, ձեր ID-ն թելադրում եք ու ասենք, տեղակից ինչ-որ speech recognition-ը աշխատում, որ մի հատիկ թիվ սխալ ասեց։ Եթե ID մի հատիկ թիվ սխալ ասեց, վերջ, այդտեղ արդեն պատմություն է ու ոնց որ լիքը փողեր են կորում էլի այդ Ucom-ի agent-ների մոտ։ Այսինքն վերջի 2-3 տարում այս voice bot-երի էրան, որ տենց լավ առաջ է գնացել, voice bot-երի էրան շատ կարևոր է դարձել շատ մաքուր speech recognition ունենալ։ Ու եթե առաջ ասենք 5% word error rate-ը, ասենք 5% ինչ որ error-ները կարող ընդունելի լինեին, հիմա այդ տիպի զանգերում, եթե ինչ որ տենց սխալանքներ ունենաք, կարող է ասենք տենց ոչ մի բան չաշխատի, էլի ուղղակի։ Ու մի եւս կարևոր բան, շատ կարևոր է հիմա այդ ամեն ինչը real time։ Չէ՞ պատկերացրեք դուք զանգում եք Ucom, ասենք խոսում եք, հետո սպասում եք մինչև այնտեղ, չգիտեմ, transcribe լինի, հետո այդ ռոբոտը սկսի այդ ամեն ինչը հասկանալ, հետո ձեզ պատասխանի, այդտեղ ինչ որ լիքը latency է գալիս, որով որ նախ agent-ի ժամանակ է տանում, որը լիքը փող է, ու բացի դրանից ձեր ոնց որ նյարդերը անհանգստացնում է։ Դրա համար ինչ որ ստանդարտներ կան, benchmark-ներ կան, որ եթե speech recognition եք սարքում այդ տիպի use case-ի համար, օրինակ այդ voice agent-ների, իրանք այտենց գոնե 500 միլիվարկյան latency պետք է ունենան։ Ինչ է նշանակում 500 միլիվարկյան latency, որ դուք այդ բառը ասեցիք, 500 միլիվարկյան հետո պետք է գրված լինի։ Ինչ որ use case-ների դեպքում նաև դա 200 միլիվարկյան է։ Այսինքն 200 մինչև 200 միլիվարկյանում պետք է ձեր բառը արդեն գրված լինի, ու տեղ լիքը հարցեր է էլի առաջանում, որովհետև այն նեյրոնային ցանցերը, որոնց train եք անելու այդ ուղղությամբ, իրանց կոնտեքստը սահմանափակվում է եւ այլն եւ այլն։ Այսինքն պահանջները industry-ից բավականին շատացել են, եթե համեմատենք օրինակ, չգիտեմ, 3 տարի առաջ ինչ էին ուզում speech recognition-ից ու հիմա ինչ են ուզում, դեռևս տարբեր ոլորտներ են։ Եկեք մի քիչ evolution-ից խոսանք, թե ոնց է այս առելությունները զարգացել։ Առաջի տենց այդ հին ժամանակներից սկսել են լուծել ինչ-որ statistics մոդելներով, օրինակ չեմ hidden Markov մոդելներով, ինչ-որ rule-based եղանակներով եւ այլն եւ այլն։ Հետո եկան end-to-end ինչ-որ մոդելներ, այսինքն երբ որ նեյրոնային ցանցերի էրան եկավ, ինչ-որ հոդվածներ գրվեցին, հայտնի loss function-ներ հայտնվեցին, ու ըստ այդմ կարողացան շատ ավելի լավ մոդելներ սարքել։ Հետո եկան transformer-ները, ու հետո պարզվեց, որ լիքը GPU ունենք, ու այդ transformer-ները լավ scale են կարողանում անեն տենց մեծ data-ի ներքո, ու եկեք սկսենք train անել տենց շատ մեծ տենց գմբրդիլոս մոդելներ, որոնք որ speech recognition կանեն։ Բայց միշտ երբ որ դուք պետք է շատ մեծ մոդել train անեք, օրինակ չգիտեմ, բացեք, տեսեք թե Anthropic-ի կամ OpenAI մոդելները ինչքան data-ի վրա են train լինում, միշտ պետք է data-ն scale անել։ Բայց ինչ է նշանակում data-ն scale անել, data-ն մեծացնել, երբ որ train եք անում կամ ուզում եք ստանալ ինչ-որ speech recognition։ Դա նշանակում է պետք է ունենաք զույգեր, հա, աուդիոներ եւ դրանց համապատասխան տեքստեր, որ աուդիոն տակ նեյրոնային ցանցին պահանջեք տեքստը։
Բայց շատ դժվար է այս մեր իրականությունում տենց լավ data գտնել, օրինակ միլիոնավոր ժամերի։ Դրա համար երբ որ կա պահանջարկ ու այդ data-ն գոյություն ունի, արդեն researcher-ները ուղղություններ են մտածում, ոնց այդ ամեն ինչը շրջանցել։ Այսինքն օրինակ, եթե ունենք լիքը audio data, YouTube-ը ձեզ լիքը data, որտեղ ոչ մի transcript չկա։ Ու ունենք լիքը տեքստային data, սա ինտերնետը տեքստային data է։ Կանանք մենանք speech-ի ASR-ի մոդելները, speech recognition մոդելները train անենք, օգտագործելով մենակ audio data եւ օգտագործելով մենակ text data։ Այդ դեպքում այդ scaling-ը կարանք ապահովենք։ Ուտեղ գալիս են self-supervised learning-ի մոտեցումները, որը շատ կարևոր է, հիմա չեմ խորանա տեխնիկական դա ինչ է, մի քիչ տենց մոտավոր փորձենք մի երկու բան հասկանանք, սա խիա կարևոր։ Օրինակ, պատկերացրեք ես անգլերեն speech to text եմ սարքում, ու անգլերեն speech to text-ի համար ես հետո դա օգտագործում եմ ու ուզում եմ Վազգեն անունը ճիշտ գրի։ Ասենք, ինչով են օրինակ անգլերեն and բառը տարբերվում անգլերեն Վազգեն բառից։ Տարբերվում է նրանով, որ and-ի data շատ հեշտ է գտնելը, հա, որ and բառը ասվի, ու դες լիքը data ես կարող ցույց տաս, որ train լինի, բայց անգլերեն աուդիոները, որոնց transcript-ը գրված լինում մեջը Վազգեն բառը լինի, որ այդ տիպի բաներ ցույց տաս ցանցին, դες data չկա ուղղակի։ Ինչ անել այդ դեպքում, բայց նաև գիտենք, որ լիքը տեքստային data կա առանձին, որտեղ Վազգեն բառը գրված է։ Կարանք արդյոք այդ առանձին տեքստային data-ն բերենք ստեղ օգտագործենք։ Ու երբ որ արդեն գալիս այդ նախադասությունը, որ ասում ենք մեծ տեքստային data կա, ուզում ենք մեծ տեքստային data-ի knowledge-ը բերենք ստեղ, այդտեղ արդեն large language model բառը ինքն իրեն գալիս է։ Այսինքն մեծ լեզվային մոդելները ստեղ մտնում են խաղի մեջ, էլի։ Առաջ էլ կային ինչ-որ մոտեցումներ, ոնց մենակ տեքստային data-ով լավացնել, հա, բայց այս LLM-ների era-ում արդեն այդ մոտեցումները բավականին փոխվել են։ Հիմա առաջի հարցը, որ մտածում ենք, ասենք ոնց կարելի է օրինակ ChatGPT-ով լավացնել speech recognition-ի արդյունքը։ Ամենաառաջի բանը, երբ որ այդ հարցը տրվեց, իմ մտքին եկավ, եկեք բան անենք, ինչ որ speech recognition-ը աշխատացնենք, թող մի հատ տեքստ տա, հետո ChatGPT-ին ասեմ, եղբայր, խնդրում եմ, եկեք փոխենք, լավացնենք այս տեքստը, հա, ու ինքը արդեն տեքստը իր վրայից դզի։ Իրականում բավականին դեպքերում լավ է աշխատում։ Այնտեղ ինչ որ մոդելներ կարող եք վերցնել, LLM-ները train անել ու ավելի լավ աշխատի։ Բայց օրինակ անգլերենի մոդելները շատ տենց ցանկություն ունեն Վազգեն անունը գրելու as gain։ Ինչ որ անգլերեն as բացատ gain, ինչ որ տենց գրել ու ChatGPT-ին կյանքում չի կարա հասկանա, որտեղ Վազգեն է եղել, էլի, այսինքն նենց չի ինքը Վազգեն անունն է գրել Z-ի փոխարեն S-ը գրել կամ ինչ, էլի, ChatGPT-ին դա չի կարա հասկանա։ Դա ինչի պատճառով է, որովհետև դուք LLM-ին, քանի որ large language model-ը, ինքը լեզվական մոդել է, մենք ցույց ենք տալի միայն տեքստ։ Հիմա այստեղ հարց է առաջանում, ինքը դե աուդիոից ինֆորմացիա չունի, դրա համար Վազգեն բառը չի կարալու դզի։ Եկեք կարանք նենց անենք, որ լեզվային մոդելին, այսինքն տեքստային մոդելին, մենք ցույց տանք նաև աուդիո։ Ցույց տանք նաև speech։ Դե արդեն ինքը large language model չի լինի, ինչ որ ուրիշ անուն կլինի։ Բայց կանանք արդյոք տենց բան անենք։ Ու սկսեցին researcher-ները աշխատել այդ ուղղությամբ, որ speech-ը գնա input LLM-ին, այսինքն ինչ որ LLM լինի, որ համ speech-ը ստանում input, համ text-ը ստանում input, այդ սաղ կարող է real time process անի մինչև 500 միլիվարկյան latency-ով ու ձեզ լավ պատասխան տա։ Պարզվում է սա հնարավոր է ու սա արվում է։ Ու մենք CRISP-ում արդեն, չգիտեմ, մի կես տարի կակ մինիմում այս տիպի ուղղությունների վրա ենք աշխատում, որ LLM-ին պետքա արդեն input տանք որպես speech։ Ինչ challenge-ներ կան, տենց քիչ լավ է խոսում, հա, եկեք LLM-ը speech տանք train անենք, լավ լինի, բայց այդտեղ լիքը խնդիրներ են առաջանում։ Ամենաառաջի խնդիրը, որ առաջանում է, դա LLM-ին ստիպել audio-ով real time transcribe անել։ Հիմա այդտեղ չեմ խորանալի տեխնիկական ինչ խնդիրներ են առաջանում, բայց շատ են այդ խնդիրները, ու որ մի քիչ Google անեք, փորձեք հոդվածներ գտնել, թե ինչ հոդվածներ կան այդ ուղղությամբ, հիմնականում սա offline processing-ի համար են, մի քանի հատ real time-ի համար։ Մյուսը դե computational cost-ն է, որ երբ որ ուզում ենք օրինակ UCOM-ում, չգիտեմ, դնենք աշխատի, հա, speech recognition-ի ցանցը, ինքը ինչ որ պատկաբարձա LLM-ը, տենց բավականին ծանր ցանց է, գնալու ենք server side deploy անենք, ու առաջի բանն է, որ ինքը էժան նստի։ Բայց LLM-ները, ասենք, չգիտեմ, մինիմում, ասենք, 1 միլիարդ, 2 միլիարդ պարամետր են ունենում։ Ու այդ ամեն ինչը deploy անել server side, նենց optimize անել, նենց batch processing սարքել, որպեսզի
գինը շատ քիչ լինի, բարձվում է հնարավոր է, բայց բավականին դժվար process է։ Ու մենք առանձին թիմ ունենք, ովքեր սրանով զբաղվում են, ու իրականում հիմա հայերեն ենք անում այդ թիմում, որ այս ուղղությամբ զբաղվենք։ Ավելի խոր է այս ուղղությամբ զբաղվենք LLM based մոդելների օպտիմիզացում եւ հոսթինգ։ Մյուս բանը hallucination եւ deletion-ներն է, այսի ամենահայտնի խնդիրն է LLM-ներում, որ ինչ որ բան ես ասում, եկես սկսում անկապ բաներ գրել, կամ ինչ որ բան ես ասում, եկել հետո output չի տալի, կամ ինչ որ կիսատ output է տալիս, այդ խնդիրը ոնց որ կա տեքստերի դեպքում, նույնը աուդիոյի դեպքում գալիս առաջանում է։ Մեկ էլ ինչ որ բան ես խոսում, ինչ որ դու ասենք 10 րոպե խոսում ես, բայց տենում ես 10 րոպեի transcription-ը, 10 հատ մի րոպեի transcription-ն է, էլի, ու տենց copy արել գրել է, կամ մենակ առաջի մի րոպեն է որոշել transcribe անի։ Մյուս խնդիրները, որ ունենք, իրականում սրանք այդքան խնդիր չեն, ինչքան առավելություն LLM-ներով լուծելու դեպքում։ Որ հարցը հետևյալն է, էլի ամբողջ industry-ն, ամբողջ research community-ն հիմա գնում է այն ուղղությամբ, որ մենք պետք է ունենանք մի հատիկ մոդել, որը, ասենք 90 լեզվով պետք է աշխատի։ Ու այդ 90 լեզվի մեջ ինքը պետք է switch լինի ավտոմատ։ Եթե ես ուղարկում եմ իրան հայերեն աուդիո, ես չեմ ասելու, որ այս աուդիոն հայերեն է, խնդրում եմ transcribe արա։ Ես ոչ մի բան չեմ ասելու, ինքը պետք է հասկանա դա հայերեն էր, իսպաներեն էր, գերմաներեն էր, թե ինչ էր, ու transcribe անի։ Ու դա ինքը պետք է հասկանա միլիվայրկյանների ընթացքում, որտեղ ես constraint ունեմ 500 միլիվայրկյանի delay։ Իրականում դա շատ դժվար խնդիր է, բայց նաև հիմնական բոլոր լիք LLM-ները իրենք multilingual են train եղած, ու երբ որ այդ multilingual train եղած LLM-ները վերցնում եք ու փորձում եք իրան knowledge-ը տեղափոխել դեպի audio, այդ դեպքում multilingual audio մոդել ստանալը շատ ավելի հեշտ է լինում, որտեղ այդ LLM-ները արդեն ինչ լեզու ասես գիտեն։ Մյուս ամենակարևոր feature-ը դա code switching-ն է։ Հիմա ես որ խոսում եմ code switching-ով։ Մեկ կիսա անգլերեն, կիսա հայերեն, հա ինչ որ տենց հա տերմիններ եմ ասում ընթացքում, կարող եմ երկու տեղ ռուսերեն ժարգոն ասեմ, բայց էդ է հիմա մեր լեզուն մենք տենց ենք իր հետ շփվում, ու դա մենակ մեր մոտ չի, դա սաղ աշխարհում է տարածված, ու այդ դեպքում մարդիկ transcription-ից սպասում են ու տենց լիքը use case-ներ կան, որ ինքը պետքա code switching-ով գրի։ Ինքը պետքա հասկանա լեզվի փոխվելը ու սկսի մյուս լեզվով transcribe անել։ Ու սա էլի շատ դժվար խնդիր է, որտեղ այդ switching-ը կմեկ էլի real time հասկանա։ Մյուս բանը, որ առաջին երբ որ ասում ենք LLM, բոլորի մոտ գալիս է մտքին ChatGPT, դե ChatGPT-ը գրում ես ինքը պատասխանում է։ Հիմա եթե ինքը ASR մոդել է, speech to text մոդել է ու LLM-ով, կանանք մենք իրան prompt անենք։ Այսինքն իրան ինչ որ ձևով ուղղություն ցույց տանք։ Բարձում է կարելի է այս մոդելներն էս train անել, որ դու իրան սկզբանե ասես LLM ջան, դու պետքա transcribe անես բժշկական խոսակցություն։ Խնդրում եմ ուշադիր եղի տերմիններին, ու այդ դեպքում ինքը տերմինները ավելի լավ գրի։ Կամ դու պետքա transcribe անես ֆինանսական խոսակցություն։ Լիքը թվեր են լինելու, այդ ֆորմատները պետքա դու սաղ պահես։ Տենց train անելով, տենց կարող ենք լիքը input-ներ տանք, օրինակ կարանք input-ում ասենք, ինչ որ vocabulary տանք, ասենք SSS բառերն են օգտագործվելու այդ ընթացքում, SSS մարդկանց անունները, տենց ուշադիր եղի։ Այսինքն արդեն լիքը API-ներ կան, հենց speech to text-ի, որոնտեղ դուք չեք զարմանա, եթե տեսնեք, որ գրածա context տվեք մեզ։ Այսինքն դուք context եք տալի ամեն աուդիոից առաջ, ինքը նոր transcribe-ը անում։ Շատ կարևոր հարց կա, օրինակ speaker-ների հարցը։ LLM-ները հայտնի են, որ իրանք կարողանում են շատ մեծ context մի տեղից տեղափոխել մյուստեղ։ Օրինակ, այս հարցը մինչև հիմա լուծված չի, ու այդ հոդվածները շատ քիչ են այդ ուղղությամբ, ու ոչ մի product չկա այդ ուղղությամբ, որ նորմալ ասի, թե օրինակ հիմա որ մարդը խոսում է, այս մարդը արդյոք 36 վայրկյան առաջվա նույն մարդն էր, թե չէ։ Այսինքն ինքը նաև speaker-ի ինֆորմացիան տանի առաջ, էլի, որ ասի այս տեքստը, այս speaker-ն է ասել, այս տեքստը այս մյուս speaker-ը։ Real time ու LLM integrated ոչ մի տես լուծում գոյություն չունի, որը շատ հետաքրքիր խնդիր է։ Հիմա մի հատ դեմո փորձենք անենք, իրական լավ կներ ես խոսայի գրեի, բայց ինստրումենտը չէր աշխատելու, ինտերնետ բան եւ այլն, բայց մեր այս CRISPR-ում վերջին ստացած մոդելներից մեկի հիմա դեմոն կնայենք։ Հիմա մենք ինչ ենք անում CRISPR-ում, մեր նպատակը հետեւյալն է, կոնկրետ մեր թիմի 60 հատ լեզու ունենք ֆիքսած, ուզում ենք այդ 60 լեզվի համար բավականին էժան server side LLM based speech to text ստանալ, որը այդ 60 լեզուն support կանի առանց որևէ ինֆորմացիայի, էլի, ու կունենա code switching իր մեջ։ Հիմա ինչ որ օրինակ կարանք նայենք։
Բարև ձեզ, ես Վազգենն եմ, այժմ թեստավորում եմ մեր վերջերս ստացած Automatic Speech Recognition System-ը, որը բավականին լավ է աշխատում, կարող եք տեսնել, որ այն աշխատում է code switching-ով, եւ այս վիդեոն գնալու է AI-Conf որպես դեմո։ Շնորհակալություն։ Մերսի։